անձնավորված չի վերաբերմունքը, այսինքն կոնկրետ անձերի տեսակի կամ տերպողոսի հետ կապված չէր, այո, այլ թիրախավորված, ենթադրելի է նաև հակաեկեղեցական այս արշավի ծիրի մեջ այս որոշումը կայացվել, դրա համար ես համարում եմ չարագուշ։ Տեսեք, հակաեկեղեցական արշավի առաջին օրերից ահազանգեր հնչում էին, որ գնդերեցներին, զինված ուժերում ծառայող հոգևոր սպասավորներին հորդորներ են փոխանցվել միանալու այդ արշավին եւ մերժումներ են ստացվել, դրանք հերկվում էին կամ փորձ էր արվում հերկվել, այս բանին դուք ինչ կարող եք ասել, այդպիսի խոսակցություններ, զրույցներ եւ շատերը համարում են, որ այս հրամանը պատճառն է նրա, որ մերժումներ են ստացել հոգևորականներից այդ արշավին միանալու, այս պահին, երբ արդեն կա հրամանը, ինչ կարող եք ասել, ինչ նախադեպեր եղել են զրույցների, ինչ բովանդակության։ Վստահաբար ես հստակ եմ ասում, համարյա թե բոլոր գնդերեսների հետ աշխատանք է տարվել։ Ով է կոորդինացրել այդ աշխատանքը եւ ինչ է պահանջել։ Եվ ում դեմքով է տարվել այդ աշխատանքը, եթե պաշտոնատար անձանց, բարձրաստիճան զինվորականներ, ընդհանուր գեներալներ են հանդիպել մեր սարկավակների հետ, որոնց գործառույթի մեջ չի եղել բնականաբար այդ ամեն ինչը անել։ Ինձ հետ կոնկրետ որևէ մեկը չի, այսինքն ոչ թե որևէ մեկը չի հանդիպել, այդպիսի նախադեպ չի եղել, որ ինչ-որ բարձրաստիճան զինվորական ինձ ասի, վստահ իմանալով, որ իմ դիրքորոշումը հստակ է եւ չի փոխվի, բայց որտեղ որ ծառայել եմ, համապատասխան զորամասի հրամանատարը ինձ կանչել ասել այսպիսի հրահանգ կա։ Ինչպիսի հրահանգ։ Միանում եք վարչապետի բարենորոգչական ծրագրին հստակ պատասխանել են, որ ոչ, որովհետեւ այդ բարենորոգչությունը կեղծ է, այդ բարենորոգչությունը այդպես չի արվում եւ չի արվում են մարդկանց միջոցով, ովքեր կանգնած են այդ բարենորոգչության։ Եկեղեցին ինքը մշտապես եւ բարենորոգվել է եւ պիտի բարենորոգվի։ Եվ հստակ պատասխան եմ տվել, որ ես հավատարիմ եմ այն ուխտին, այն երթմանը, որ տվել եմ Սուրբ Սեղանի առաջ, որպես հոգևորական եւ հավատարիմ եմ այն նվիրապետությանը, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, ում տնօրինությամբ եւ օրհնությամբ ես որպես հոգևորական կայացել եմ, սովորել եմ, սնվել եմ Մայրաթոռում, հա, որպես զավակը հայ եկեղեցվո եւ չեմ կարող Տեր հայրս փաստաբան Արա Զորաբյանի 40-ից ավելի հոգևորականներ ծառայություն են իրականացնում այս պահին զինվորություններում։ 54 չէր այդ թիվը, նվազել է։ Ինչու՞։ Դեզողվեցին նաև։ Տեղեկություն ունեք 40-ից որևէ մեկը միացել է այդ այսպես կոչված բարենորոգչական ծրագրին։ Ինչպես ընդունված է այսօր տրենդային է ասել է, օդում կախված լուրերի գիտեմ, որ մի քանի հոգու հաջողվել է իրենց միացնել։ Հա, բայց ճնշող մեծամասնությունը ի պատիվ ի փառս մեր գնդերեսների իրենք հաստատում են մնացել իրենց հավատի, իրենց ուխտի, իրենց նվիրվածության մեջ։ Դեռևս հայտարարություններ չկան։ Այսպես ասած, կուռ կառույցն է եղել, որ որևէ կերպ չեն կարողացել ճաքեր մտցնել։ Դերբս դուք որ թվականից եք ծառայում եկեղեցին։